Եթե մենք նայենք ցուցարարների, ապա լրագրողներ են հիմա բանտում գտնվում, 3 խոսքին ձերբակալել են լրագրողին եւ իր կնոջը եւ 3 երեխա մնացել են տանը։ Այո, սոց կարծեմ հաստատություն տեղափոխեցին երեխաներին, չէ՞։ Այո, հանրային հեռուստաընկերության լրագրող է, շատ հայտնի խոսքին։ Եվ ես նկատի ունեմ այդ մարդիկ բոլորը, այդ թվում ես էլ տուգանվել ենք շատ անգամ Ռուսթավելին, ինչպես արդեն նշեցի։ Այսինքն դուք ասում եք ոչ։ Այո, իհարկե ոչ, որովհետեւ դեպքեր չեն էլ բացահայտվել ձեզ մոտ։ Ոչ, իհարկե, որովհետեւ այդպիսի գործընթաց առհասարակ չկա Վրաստանում։ Վրաստանի իշխանությունները ներկայիս մեղադրում են Եվրամիությունը, եվրոպացիներին են մեղադրում, որ ճիշտ է, մեղադրում են, ասում են դուք եք հեղաշրջում պատրաստում Վրաստանում, Թբիլիսիում, դուք եք ամեն ինչը հրահրում, այստեղ էլ հակառակն է, ճիշտ է, ոնց որ թե նենց հետաքրքիր է, այդ զուգահեռն էլ կուզեմ, որ դուք անցկացնեք։ Հարցը նրանում է, որ Եվրոմիությունը, Միացյալ Նահանգները ստիպված են մեզ աջակցում, որովհետև խոսք է գնում քաղաքացիական հասարակության ոչնչացման մասին, եւ այս գործընթացը սկսվել է ոչ թե մեր նախաձեռնությամբ, այլ իշխանությունների նախաձեռնությամբ, իրանք ներկայացրեցին ռուսական օրինագիծը այդ օտար գործակալների եւ դրա պատճառով եղան ցույցեր, որտեղ առհասարակ խոսք էր գնում ամբողջ ուրեմն քաղաքացիական հասարակությունների ոչնչացման, նկատի ունեմ կառույցների ոչնչացման մասին։ Դրանից հետո նաեւ ներկայացել են նոր օրենքներ, որով սահմանափակում են ԶԼՄ-ները, սահմանափակում են գրանտերի ստանալու հնարավորությունը, որը առհասարակ Վրաստանը պաշտոնական սահմանադրությունում ունի նրա մասին տեղեկատվություն, որ Վրաստանը ցանկանում է դառնալ Եվրոպական միության անդամ։ Ուստի հաշվի առնելով դա, Վրաստանի նպատակն է, որ համապատասխանի ոչ միայն քաղաքացիական հասարակության այն ստանդարտներին, որը անհրաժեշտ է, այլ առհասարակ մոտենա Եվրոպական միությանը եւ ժողովրդավարության ստանդարտներին։ Ուստի Եվրոպական միության աջակցությունը ողջունելի է, այսօր նույնը ողջունելի է Հայաստանում, որովհետեւ Հայաստանը նաեւ ցանկանում է Եվրոպական միության անդամակցություն։ Ուստի բաղադրիչը տարբեր է։ Տեսեք, այստեղ մենք խոսում ենք ռուսական գումարների մասին։ Եվրոպական կառույցները հրահրում են, ստիպում են ձեզ դուրս գալ փողոց, կազմակերպում են ինչ որ ազդեցություն ունեն ցուցարարների վրա։ Ասեմ շատ հստակ, որ եվրոպական կառույցները ոչ միայն չեն ստիպում դուրս գալ փողոց, այլ այս օրերին նաև շատ մտահոգված են արդեն ստեղծված իրավիճակով, որտեղ շատ է սահմանափակվել առհասարակ փողոց դուրս գալը, եւ ես կասկածում եմ, որ շուտով այլևս կարող է ցույցեր էլ չլինի Վրաստանում։ Այսօր կարծեմ մի ցուցարարի տան մոտ այսպես արուն լվա վիճակում է։ Այո, պետությունը կազմակերպում է տիտուշկաների կողմից հարձակումներ մարդկանց վրա, խայտարակ վիճակի։ Այո, ուզում եմ ասեմ, այն ինչ տեղի ունեն Վրաստանում, իրոք 37 թվին շատ նման է, եւ իրավական համակարգը առհասարակ չի գործում, եւ խոսք է գնում ամբողջ ժողովրդավար դաշտի ոչնչացման մասին, այլն էլ ասեմ ձեզ, որ նույնիսկ մարդիկ, ով Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների կողմնակից են կար, նույնիսկ ընկալվում են պրոռուսական նաև, պատկերացրեք, իրանք էլ են սկսել խոսել նրա մասին, որ ինչ է կատարվում Վրաստանում, որովհետև արդեն սա միայն արտաքին քաղաքական բաղադրիչի մասին չէ խոսքը, այլ առհասարակ խոսք է գնում բռնապետություն, ձևավորելու, մենք հիմա ասում ենք ավտորիտարիզմից, անցնում ենք արդեն դիկտատուրա այս փուլում, որովհետև վերջի օրերը հենց դրա մասին է, եւ ես կասկածում եմ, որ մոտակա ժամանակահատվածում կարող է այլ ցույցերի հնարավորություն առհասարակ չլինի, ինչպես նաեւ գիտեք, որ պատրաստվում են արգելել կուսակցությունները ընդդիմադիր, մոտավորապես 10 կուսակցություն, իսկ իրականում այդքան է հենց ընդդիմադիր ուժերը, փաստացի քաղաքացիական հասարակությունը ուզում են Ադրբեջանի նմանեցնել այն առումով, որ միայն գոնգոներ լինեն, կառավարության կողմից կառավարված NGO-ներ ուրեմն, ԶԼՄ-ները ընդդիմադիր փաստացի պատրաստվում են փակել եւ առհասարակ նույն հիմա խոսում են նրա մասին, որ ռեֆերենդում են ուզում կազմակերպել, որ Եվրոպական միություն չենք ուզում գնալ։ Ուստի սա արտաքին քաղաքական բաղադրիչն է։ Իսկ Հայաստանում հակառակ գործընթացն է տեղի ունենում, որովհետեւ նույն այս մարդիկ բացահայտ խոսում էին Հայաստանում միութենական պետություն մտնելու մասին,
ուրեմն հակաեվրոպական օրակարգ էին ծավալում, կան մարդիկ, բայց մեղմ են դա անում։ Սամվել Կարապետյանի ուժը փորձել է դա մեղմանել, իհարկե տեսնում ենք Արման Թաթոյանը, որը նաև կապված է Սերժ Սարգսյանի, Էդմոն Մարուկյանը, նաև փորձում են դա մեղմանել, բայց ասեմ, որ իրանց գլխավոր այստեղ ուղղությունը ինքը հենց իրանք փորձում են կրոնական հարցերը օգտագործել, հայկական հասարակության համար այսպիսի ցավոտ, այո, Լեռնային Ղարաբաղի հարցը օգտագործել եւ այլն, նրա համար, որ հրահրեն հնարավորություն մի կերպ իշխանություն վերադարձնելու։ Չնայած դրա, այստեղ կարող եմ ասեմ, որ Հայաստանում ժողովրդավարության աննախադեպ իրավիճակ է եւ ես նույնիսկ պետք է ասեմ, որ հայկական ժողովրդավարությունը պետք է ինչ-որ մեխանիզմներ կիրառի, որը սկսվել է, բայց կարծում եմ նույնիսկ բավարար չէ, որ պաշտպանի ժողովրդավարությունը, որովհետև ավտորիտար համակարգը օգտագործում է ժողովրդավարությունը բռնազավթելու նպատակով։ Այդ թվում նկատի ունեմ fake news-երը, նկատի ունեմ փաստացի հիբրիդային ինֆորմացիոն պատերազմը, որը ես կարծում եմ, որ շատ ավելի ակտիվանալու է միջև ընտրություններ, այն նպատակով, որ այս ընտրությունները կարելի ասել վերջնական պետք է որոշեն օգոստոսի 8-ի Վաշինգտոնի օրակարգը կլինի այստեղ թե չէ, եւ Վրաստանը գրավելուց հետո փաստացի Ռուսաստանի համար շատ կարեւոր է, որ Հայաստանն էլ վերադարձնի։ Այդ դեպքում պատկերացրեք Ռուսաստան, Վրաստան, Հայաստան ամբողջ այս շղթայով բոլոր լոգիստիկ կապերը Թուրքական միության, Չինաստան, Եվրոպական միություն միջին միջանց կոչված ծրագիրը Ռուսաստանն է վերահսկում։ Եվ բոլորը ստիպված են եղնելու Մոսկվայի հետ խոսել այդ հարցերի շուրջ, որովհետև կլինի միայն Ռուսաստան եւ Իրան։ Վրաստան, Հայաստանն էլ Ռուսաստանի ազդեցության տակ։ Այդ ամբողջ շղթայում էլ ուրիշ ցամաքային ճանապարհ չկա։ Այս պահի համար իրականությունը այսպեսին է. Ռուսաստանը, Իրանը եւ Վրաստանը, որը Ռուսաստանի ազդեցության տակ է, ուրեմն բևեռում է հայտնվել։ Եվ միակը, որը ուրիշ բևեռում է, ավելի չեզոք կարամ ասեմ, որովհետեւ միայն արևմտյան բևեռում չի Հայաստանը, դա Հայաստանն է։ Եվ ամբողջ կոմունիկացիաները միջին միջանցքի հայկական խաչմերուկի, Թուրքական միության կամ Չինաստանի Եվրոպական միության միջև հիմա այդ թվում արևմուտքի կողմից Վրաստանից էլ նաև անցկացվում են դեպի Հայաստան եւ դա դալու է Երևանին աննկարագրելի աշխարհաքաղաքական քաշ։ Եվս մեկ անգամ եմ ասում, իշխանությունները կազմակերպում են տիտուշկաների հարձակումներ։ Դուք ասեք ինչ բան է տիտուշկա, ես գիտեմ, բայց մեր լսարանը կարող է կազմակերպված ոչ օրինական խմբավորումներ են, որոնք գործում են իշխանության աջակցությամբ եւ բոլորս երբ ցույցերից գնում ենք դեպի տուն, ապա շատ ուշադիր ենք, որ կարող է մեր վրա հարձակվեն նրա համար, որ մենք ուղղակի եղել ենք ցույցի վրա։ Նրանք դիմակներով են։ Այո։ Եվ նույնը տեղի է ունենում, որ մեզ կանչում են դատարան եւ ուղղակի կամերաների ֆիքսում են, որ մենք կանգնած ենք ցույցին եւ դա արդեն $1800 տուգանք է մեկ օրվա համար, եթե տուգանքը չես վճարում, ապա սկսում են քո բռնազավթել արդեն քո ունեցվածքը, ուրեմն հիմա արդեն օրենքը փոխեցին, որովհետեւ մարդիկ ուղղակի ունեցվածքից զրկվում էին եւ միևնույնն է շարունակվում էին պայքարը, որովհետեւ առանց պայքար չեն պատկերացնում ինչ անել, կան մարդիկ լքում են պետությունը, այո, այնպես չէ, որ բոլորն են շարունակում պայքարը։ Հիմա արդեն մարդիկ գնում են բանտ եւ մոտավորապես ասացի 150 մարդ է ձերբակալած ուղղակի կանգնելու համար փողոցում մենք ունենք լրագրողներ, որը այդ թվում Սախարովի հիմնադրամի եվրոպական այդ բանում հաղթեց Զիա Ամաղլոբելին օրերս Բելարուսի եւ վրացի լրագրողին տվեցին ուրեմն այդ կարևոր պարգև կարելի ասել, հա, Սախարովի անվան պարգևը Եվրոպական միությունը եւ դա նաեւ մեկ անգամ եւս ցույց է տալի ինչա տեղի ունենում լրագրողներ են բանտերում, գրողներ են բանտերում, ուրեմն Դա ձեզ մոտ դուք ասացիք, որ գրողներ, լրագրողներ բանտերում են։ Այստեղ ասում են 37 թիվը, որովհետեւ քաղաքական օպոնենտներին են ձերբակալում։ Որ քաղաքական օպոնենտներին են ձերբակալել։ Դե դուք նայեք, ով է մեզ մոտ հիմա ձերբակալված։ Գնանք եւ առանձին նայենք, այո։ Սամվել Կարապետյանը ես առհասարակ իրան չեմ ճանաչում ինչպես քաղաքական գործիչ, որովհետեւ ասել, որ ես այսօր մտնում եմ քաղաքական դաշտ, դա չի նշանակում, որ դա քեզ դարձնում է քաղաքական գործիչ։ Դու որևէ քաղաքական դրսևորում երբեք չես ունեցել
երբեք չես մասնակցել եւ մեկ օրում չի դառնում։ Բայց քաղաքական օպոնենտ չէ։ Չի ստացվում քաղաքական օպոնենտ, այլ խնդիրը հենց դրանում է, որ այս դեպքում շատ բացահայտ ստացվում է ուղարկված քաղաքականության մեջ մարդ։ Այսինքն քաղաքական այնուամենայնիվ ձերբակալություն է համարում եք դուք։ Ոչ, ձերբակալության հարցը տեսեք, Եվս մեկ անգամ հիմքը իրավապահ մարմինները կբացատրեն, ես որևէ բացատրություն չեմ կարող դրա հետ կապված տալ, բայց ես կարամ քաղաքական եւ արտաքին միջազգային գնահատական տամ դրան։ Չէ, այստեղ քաղաքական, եթե քաղաքականը տալիս եք, ուրեմն քաղաքական ձերբակալված։ Քաղաքական բաղադրիչ իհարկե կա։ Քաղաքական բաղադրիչ կա։ Վարդան Ղուկասյանի ձերբակալումը ոնց կարա չունենա նաեւ քաղաքական բաղադրիչ, չնայած նա որ կոռուպցիայի համար է։ Այսինքն քաղաքական ընդդիմության համար, ընդդիմախոսության, այլախոհության համար Հայաստանում բանտ են նստեցնում։ Ոչ, նստեցնում են կոռուպցիայի համար, նստեցնում են ուրեմն պետական հեղաշրջման փորձերի համար, նստեցում են օտար պետության եւ միշտ չի որ պետությունը պետք է բացահայտ դրա մասին ասի։ Օտար պետության գործակալ կամ ցուցմունքով գալ պետություն, բերել այն գումարները, որը քեզ ցուցումով կներեք։ Քեզ այն գումարները, որը քեզ տրամադրել են, տվել են հնարավորություն, որ դու վաստակես այդ պետությունում եւ քեզ դրա պատճառով դու պարտքի մեջ ես գտնվում այդ համակարգի առջև եւ գալիս ես ինչպես Բիձինա Իվանիշվիլին եւ կատարում ես այն, ինչ այդ պետությանը պետք է, ուստի այդ դեպքում պետությունը, հայկական պետությունը ի վերջո որը կայանում է, ստիպված է, որ գնա ինքնապաշտպանողական այսպիսի գործունեությունների Վարդան Ղուկասյանի ձերբակալումը, չնայած որ կոռուպցիայի պատճառով է, իր արտաքին քաղաքական բաղադրիչներ ունի, որտեղ այդ մարդը իր լիազորություններից դուրս փորձել է ազդել նաև եւ մեկնաբանել արտաքին քաղաքականությունը, ինչը նաև խնդրահարույց է դա անում է տեղի ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչը։